Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, մենք այսօրվանից նորից վերսկսում ենք մեր ոդկասթների շարքը եւ նոր եթերաշրջանով, այսպես ասած, ազատ զրույց է այս ձևաչափը եւ առաջին իմ հյուրը նոր եթերաշրջանում Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն է։ Պարոն Մանուկյան, շնորհակալ եմ, որ հրավերս չմերժեցիք։ Լավ ընթացք։ Ազգային ժողովի խառը այս աշխատանքների մեջ ժամանակ գտակ լարված իրավիճակից դուրս գալ եթեր։ Պարոն Մանուկյան, մեր զրույցը այսօրվա սկսենք մեր սիրելի խորհրդարանի նոր միջադեպերից, ամենաթարմ միջադեպից Էդգար Ղազարյանի ելույթի հետ կապված։ Ինչ էր ասել Էդգար Ղազարյանը իր ելույթում, մեջբերեմ այդ հատվածը, որը հունից հանեց այսպես ԿՊԱ-ականներին, ասել էր. լավ չենք, լավ կլիներ, եթե Աղաջան Ջանոյանը, որ իր բարեկամն է, որը զոհվել էր, դառնար իր երազած բժիշկը ու փրկեր այն զինվորների կյանքը, որը սրիկայաբար փորձում են շահարկել ազգային ժողովում։ Բարեկրթության ո՞ր նորմներ խախտել Էդգար Ղազարյանը նման արտահայտություն անելով մի ամբիոնից, որտեղից մենք բազմաթիվ հայոյանքներ, այդ թվում հայոյախառը խոսք ենք լսել, էր լավը, էլ չգիտեմ ինչ ասել են, ձեր քաղաքական դիակի մնացորդները կհանենք, համբալներ, չգիտեմ ինչ է։ Այս ամենից հետո այդ սրիկայաբար բառը, այդ ո՞նց էր հանել ԿՊԱ-ականներին հունից։ Չգիտեմ, այդ բարեկրթությունը որ ասել են, այսինքն այդ չափորոշիչները որտեղ են սահմանը։ Եթե ազգային ժողովի կանոնակարգ օրենքի սահմանածներն են, դա մշտապես գործող է։ Եվ այսօր էլ եմ ասում, այսինքն ինքը մի քիչ անհասկանալի բան է եւ դրա համար առաջինից պահից չեք մտնում դրա մեջ։ Դրա համար առաջինից պահից մեր հակադարձությունը շատ խիստ եղավ։ Այսինքն դու իմ ելույթը սկսել եմ 21 թվականի առաջինից ելույթի օրինակով, որ տվել ավերիլ եք ամեն ինչ, իմ ասում եք իզբինի դրուկ։ 0-ից սկսենք։ Իշխանը սա բարեկրթությունը ո՞րն է այդ ձեր չափորոշիչները, բայց իզբինի էլ չեն ասում, տեղավորվել էր ինչ որ բարեկրթական բանի մեջ, որը այսպես էր բանտուի մի հատ անեկդոտ կա, մի հատ ինտելիգենտ մարդ են բերում կամեր, այս մեկը քֆուր է տալիս, ասում է ներողություն, ինչից ելնելով ինձ հայոյեցիք, ասում է տաբուրետքից, ես քո տիրոջ մերը, հիմա մոտարապես այս իրավիճակն է։ Դա խորհրդը գեղա, բայց ասեմ, այս ձևակերպում, այս խաղը ազգային ժողովի քաղաքական մեծամասնության կողմից եղել է նաև 21 թվական։ Հիմա որևէ բայց ես չեմ հիշում այն ժամանակ առաջարկ եղել է տենց եկեք առաջին իսկ օրը վարման կարգով էր կարծեմ, մեր ֆրակցիայի նաև ընդհանուր եզրակացության հիման վրա ես հայտարարություն եմ արել, որ մեզ համար Նիկոլ Փաշինյանը մնում է դավաճան հողատու, բայց քանի որ ազգային ժողովի ընտրություններն ավարտվել են, մենք պարտավոր ենք այս ազգային ժողովում աշխատել, այսինքն մեխել ենք ի սկզբանե։ Եվ դրանից հետո 1-2 այդ դավաճանի հողատուի վրա սկսվեցին բան, Ալեն Սիմոնյանը դա քաղաքական կատեգորիա չէ, կիսահումորային ելույթ ունեի, որտեղ քննադատելու էի Կոնջոյարյան Հայկին, դրա համար Ալեն Սիմոնյանը սպառել Սիմոնյան, քավոր դավաճանելը քաղաքական կատեգորիա է, թե չէ, պարզավ Ալեն Սիմոնյանը իր վրա է վերցրել, հետո հիշեցի, որ այդպիսի մի դեպք էլ եղել։ Բայց տեսեք, իրականում ես հիշում եմ առաջին նիստի լրագրողները, որ մուտքի մոտ, հարցը բոլորը տեղավորում են մի ձևակերպման մեջ, էլիտե բան լինելու է, թե չէ, հա։ Դրացի նախ ժողովուրդ չի էլ կռիվ է։ Հիմա մեկը շատ է, մեկը քիչ է, ոնց որ այդ 5 տարիներին եղել են, բայց շնորհակալ եմ իմ ընկերներին, բոլոր մեր խմբակցության, այդ թվում կին ընկերներին, գործընկերներին, որտեղ եղել ենք մի թիմ ու մեջքի տվող, բայց որը կարծում եմ որևէ դրական լիթ չի տալիս ոչ ընդդիմությանը, ոչ իշխանությանը։ Եվ կարծում եմ այդ դիտակցությունն էր, որ չգրած, բայց մի կարևոր բան կա, որ Հայաստան խմբակցության անունից պետք է արձանագրեմ, մեզ որևէ մեկը շրջանակների մեջ չկարա տեղավորի։ Հա, այսինքն այդ նորմերը բանձեր համար չեն։ Չի կարող տեղավորել, որովհետև սա, այսպես ասեմ, գիտեք, ինչ որ փողկապ բանով ֆրակներով խորհրդարան չի։ Բաբչկաներով, թիթեռնիկներով։ Ֆրակներով խորհրդարանի երկիր չի, երկրի իրավիճակ չի այն ինչ որ Հայաստանում կա։
Այո, օրենքների հետ կապված պետք է խոսենք, այո, նախագծեր պետք է բերենք, որ 99% վստահ է, որ իշխանությունը չի թողնի անցնի։ Մենք դրա դառը փորձ ունենք, հիմա մեր նոր գործընկերները, որ պարբերաբար կրկնում են, տառապանք փորձ ունեն։ Մի օրենքի նախագծի են կողմ քվեարկել Ավան Վարդանյանի օրենքում ինչ որ փոփոխություններ եռագույնի հետ կապված։ Բայց բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ, հայտարարություններ, բան ամբողջությամբ իշխանության կողմից մերժվել է։ Եվ այս առումով էլի մենք մնում ենք մեր դիրքորոշումների վրա, հատկապես շատ ծանր քաղաքական պայքար է լինելու այս խորհրդարանում։ Հիշենք, որ այս խորհրդարան իշխանությունը պետք է փորձի խորհրդարանով սղացնի փոխել սահմանադրությունը Ադրբեջանի պահանջով գրված սահմանադրությունը, որը սպանում է Հայաստանի Հանրապետությունը պետությունը, ոչնչացնում է մեր երկրի ծննդյան վկայականը եւ այդ առումով դժվարին պայքարով որ պետք է տորպեդարենք ու չթողնենք որ նույնիսկ հանրակրվեի ազդի այդ փաստաթուղթ։ Դեռ կանդրադառնանք այդ իշխանությունների շատ մեծ ցանկությանը, բայց ելի վերադառնանք այս միջադեպի հետ կապված, որ ասեցիք ոնց որ իրենք իշխող ուժը ասում է իզվինի դրուկ, բայց կներեք, այդ ասա իզվինի այդ վիճակները իրանք պարտադրում են ընդդիմությանը, իրենք երբ են այդ ոչ մի արածի համար են ներողություն խնդրել, Հայաստան խմբակցության անունից եմ ասում, որը մեկը չի կարող պարտադրի եւ այդ քաղաքի կանոնների, ասենք ասեմ, գծած այն կավիճով գծած վիճակի մեջ մենք մեզ չենք դնի։ Ռամկեքի մեջ, այսպես ասած։ Ռամկեքի մեջ մեզ չենք դնի։ Դա չի նշանակում որ կոռեկտության սահմաններ են։ Պիտի անցնեք, անցնեք, խուլիգանություն ենք անելու։ Բայց մենք անցել ենք էլի։ Շտապեց Նարեկ Կարապետյանը գնահատական տալով իր թիմակցի առաջին բարեկամության նորմացել։ Ուժեղ Հայաստանը որոշումները որ կայացնում է եւ իրեն կողմից հայտարարություններ անում, կարծում եմ որ իրենք իրենց գնահատականներ ունեն, ես կարող եմ խոսել մեր գործընկերների տեղը եւ այդ առումով նաեւ այդ դեպքից հետո ես այդ դեպքի ականատեսը չեմ եղել, որովհետեւ ինչպես ազգային ժողովի անդոնիցիայի հայտարարը սրբազանի դատին է գնացել։ Երեկվա դատը կուրիոզ էր։ Որ սրբազանին չբերեցին այդպես էլ եւ նիստի ավարտին որ բերեցին։ Ինչ, այդ մարզի պրոբացիայի այդ ուղեկցող ոստիկանները մեկ ուրիշն էլ կա, որտեղ սրբազանն ապրում։ Այդ տարածքից մինչեւ տարել են դատարան, խցանումներ, Երևան, բան, մինչեւ հետ են եկել, խեղճ մարդիկ ուշացել են, որտեղ թիվը չի երիքում։ Տնային կալանքի տակ եղած մարդկանց հասցնել դատարաններ ու սրբազանի 18 արդարների առաջի դատական նիստը չի, որ ուղղակի չեն հասնում ֆիզիկապես։ Եվ դրա համար ուշ է եկել, բայց դες պարզ ասեմ, այսինքն տվյալ դեպքում իհարկե դեր ունեցավ նաև Էդգար Ղազարյան անունը գործոնը, բայց անցած։ Հետաքրքիր որ համացանցում բավական քննարկվեց նաև Լևոն Քոչարյանի արարքը այդ ֆոնին, երբ որ իմանալով որ Էդգար Ղազարյանը մեղմ ասած լավ չէր արտահայտվել Հայաստան դաշինքի Քոչարյանի մասին, այնուամենայնիվ պաշտպանեց ըստ էության եւ բավականին դրական արձագանքներ։ Օրերս կարծեմ արձագանքել է Բաբկեն Թույնանի Բառաչորը այն շապիկները որ եկել է Արուշանյանն Հարամազյանի նկարներով հիմա ձեր հետ չեն, ասում հիմա էլ ասած մի արասի իրենց հետ նման բան լինի, էլի կհակնենք շապիկները, որովհետև մեր ընդհանուր սկզբը։ Բայց Արուշանյանի մասով չէ, այսինքն բա հիմա Արուշանյանը ձեզ հետ չի, Հայաստան դաշինքի հետ չի, ասեմ դա որևէ բան չի փոխում, եթե անարդարություն եղավ, էլի կանգնենք անարդարության դեմ եւ Լևոնի անգամ որ քարոզարշավին ծափեր տալիս Լևոնի կետվածքը հենց դրան էր, այսինքն կան կարգավորումներ, որոնք պետքա պաշտպանել, անկախ այս մարդուն սիրում ես, այս պատմականից քաղաքական հայացքներից, տարաձայնություններից։ Բայց ոնց որ այսօր Էդգար Ղազարյանն ասել, Ղազարյանով զզվացրեցիք եկեք թեման փոխել։ Շատ լավ։ Մի հետաքրքիր բան էլ տեսանք այս նոր խորհրդարանի փոփոխությունը, հա, նախկին գումարման եւ այս գումարման խորհրդարանում Արցախի դրոշները ձեր սեղանների վրայից հանված էին ու ինչի համար էին հանված, այս էլ դիտարկենք որպես հետքայլ արեցիք։ Չէ, իրականում տեսեք, Ախմեդ տեղերը խմբակցության փոխվել է։ Հա, բայց դրոշները կարայիք տեղափոխել։ Աշխատանքներն ավարտելուց հետո աշխատակազմը հանել է։
բնականաբար գայթակղությունը մեծ էր նորից դրոշները տեղադրել։ Բայց նաև պետք է անկեղծ ասեմ, հասկանում ենք, որ արժե զրկելու ենք Արցախ գաղափարն էլ, Արցախի դրոշն էլ, որտեղ իրիկունը հանելու էին, առավոտը մենք բերենք, դառնալու էր տունտունիկ եւ իրականում, այսպես ասեմ, նաև շտամուն ինֆորմացիոն այնքան հսկայական մատերիալ էինք տալու, դա ինչի Արցախի դրոշը դնելով թշնամուն էիք մատերիալ տալու։ Դրոշ դնել հանելով, այսինքն այդ էժան դնել հանել տունտունիկ վերածելն էր, որ արժե զրկելու։ Բայց նախկին խորհրդարանը բավականին մաքարեցիկ դրա համար դրվեց։ Չէ, այդպես չի։ Ահագին խոսացին, քպականները բանարեցին, պարկեցնում էին, ինչպես եղավ։ Հա։ Այսօր Ռուբենը հիշում էր, որ Լաչինի ճանապարհին ռուս խաղապահները, որ մեզ կանգնացրին, մենք հայտարարեցինք, որ մենք բոլորով գնում ենք Արցախ։ Տեղադրեցինք դրոշները, դալիճից ելանք եւ ուղևորվեցինք դեպի Արցախ։ Հիմա Ռուբենը այսօր արդարանում էր, մենք ինչ կապ ունեինք, ինչի դուք ռուսներին չդատապարտեցիք, բայց հստակ էր տեղեկություն, որ Հայաստանի ԱԱԾ-ն միանգամից խնդրել էր ռուս խաղապահներին ցուցակ ունեին։ Այսինքն հասել են այնտեղ, հերթով ասում են Մանուկյան գեղամ չեք կարող ասել։ Եվ այդպես է դրվել Արցախի դրոշը, բայց Արցախի դրոշը իմ սենյակում էլ է դրած, դա ասեմ։ Իմ բնակարանի բալկոնից 2015 թվին է վերանորոգել, հատուկ տեղադրված զոդված երկաթ կա, դրոշի ձող կա, եւ այդ ժամանակվանից Արցախի դրոշը միշտ մեր բալկոնում կախված է։ Բավարարվենք ձեր պատասխանով։ Չէ, ուրիշ բան եմ ասում։ Անցնող տարի էր, դեկտեմբերի կողմեր, այդ մեր Երևանի աղտոտվածությունը այնպես է, որ դրոշը չես էլ կարողանում լվալ եւ այդ կեղտը մաքրվի, նոր դրոշ էի պատվիրել, չէր ասել, այդ ահավոր կեղտոտ էր, հանել եմ, մինչեւ հաջորդ օրը դրոշը գա։ Դեկտեմբերի 29-30 հունվարի 1-ին առավոտ շուտ արթնացա, դրոշը նորից կախեցի, նոր դրոշը իջել եմ ներքև, մի տարեցկին էր հարսի հետ, Բարդ զբաղմանության շնորհավորեցինք իրար, հարցախցեր, ասում են նայ, որ տուն ենք վարձում, այս շենքի Արցախի դրոշը որ տեսանք, ասենք ստե լավ մարդիկ են ապրում։ Մեկ էլ ասում ամսի 31-ին որ տեսա դրոշը հանել են, ասենք վատ մարդիկ։ Հարցից ասեցի, թե Արցախը մոռացան, ասում բայց առավոտ որ հելա տեսա ուրախացա։ 3 օր առաջ էր հասել եմ Քանաքեռ, տարիքով մեր ժողովուրդն էլի հավաքված է, զրուցում եմ, մի արցախցի կար, Մանուկյան ջան, հետևում ենք, հալալա ձեզ պայքարում եք, բան, մենակ մի բան խնդրեմ, Արցախի դրոշը հանգարտ չհանես։ Այդ գիտեք, միշտ եղա ու տհաճա էլի, այսքան բայց ազգային ժողովում հանեցիք, հենց սա է հարցը։ Ու եթե դուք ամեն անգամ պիտի մտածեք, լավ մենք կհանենք, իշխանությունը կհանի, մենք կդնենք խաղ էժանացնելու ենք, դարձնելու ենք մուկն ու կատու։ Այդ դեպքում դուք ցանկացած հարց, որով հակադրվեք այս իշխող ուժին, էլի նույն պատասխանը կարող եք տալ։ Որովհետև մեր լեզուն չեն կարող կդրել։ Իսկ այդ դրոշի իրիկունները կարային հանեն։ Հաջորդ օր դնենք իրիկունները հանեն, հաջորդ օր դնեն իրիկունը հանեն։ Արցախի հարցը չեք փակել։ Դուք մոռանում եք խոսում եք դաշնակցության անդամի հետ։ Դաշնակցության անդամի հետ։ Երբ որ սովետական մենք այնքան բան ենք տեսնում, որ մարդիկ մի բան ասում են, հետո մի բան անում են։ Սովետական միությունը ա եղել Հայաստանում, որևէ մեկը Արցախ անունը չգիտեր։ Դաշնակցությունը որ Արցախի գաղափարը պահում էր։ Լավ է դել պատմեմ էլի։ Քանաքեռը մի խանութ կա, որ հիմնականում արցախցիներ, այսինքն բան է, լրիվ ուրիշ աշխարհ է, էլի ամեն րոպե խոսում ես հուշաբանը, երեք մտնում եմ խանութ, իմ դասխեք սիրելի Գրիզելդա Կրոյանի տղան է կանգնած։ Բարևեցինք, մամային կբարևեց, բան գնաց ինքը, այս վաճառողն ասում եմ, երեխեք ասում, եկեք 2 րոպե դες զբաղեցնեմ։ Ասում եմ, այս տղան իմ դասխեկի տղան էր։ 85 թվական, 85 թիվը եմ ասում, սովետ, Արցախյան շարժում չկա, հետո է Ղարաբաղյան շարժման մեկնարկից հետո է Անգեր Կրոյանը ասում, այդ տարի եղբայրս դպրոցական էր եւ հայրիկիս աշխատողներից մեկի տղայի հետ ամառային արձակուրդներին գնացել էին Արցախ, Մարտակերտ, Հարութնագումար գյուղ։
Կրոյանը հետո Ղարաբաղ շարժման ժամանակ ասում է եղան ասում քեզ տեսա ոնց եք Դավիթը ինչ անում ասեցիր գնացել է Ղարաբաղ ասի Ղարաբաղ ինչ անում չկա ոչ մի բան մեկ էլ ասեցիր գնացել է միացումը սկսի մինչև հասնենք հետո մտքումս ասում եմ այստեղին գիժը ինչ միացում ինչ բան բայց այդ ժամանակ արդեն մեծ ազդեցության տակ է հանգուցյալ Սուրեն Այվազյան կար երկրաբան որը անլեգալ էր ինչ որ նամակներ ցեկա Ղարաբաղի մասին հոդվածներ բան այդ ամբողջ պաշարը արդեն մեջս կա չեն կարող անել Բայց Ռոբերտ Քոչարյանը ես որքան հիշում եմ, հենց դա է փորձում փնտրել ես ընթացքում որ բառացի մեջ բերեի, ոչ թե Արցախի էջը փակելու մասով, բայց ասում եմ որ Արցախ վերադարձնելու մասով այս պահին դեռ պարզ է որ չենք կարող համենայն դեպս ասում մոռացեք այդ մասը Չէ, բայց համենայն դեպս Արցախը հետ չեք բերել իրականում նույն 88 թվականի փետրվարին համաժողովրդական պայքարի պահանջը մեկ այլ էր 88 թվականի վերջում այլ էր, ինքը տրանսֆորմացիա էր ապրում, ինչեւ որ Արցախը ազատ հանրապետություն էր։ Հիմա էլ սրանք, որ այդ անկախության հռչակագրի ամեն անգամ բան են անում Հայաստանի, սովետական Հայաստանի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի միավորման դեկտեմբերի 1-ի որոշումն են մեջտեղ բերում, ասում եմ ժողովուրդ, այդ պահի որոշում ա եղել, որը հետո տրանսֆորմացվել է եւ 91 թվականի սեպտեմբերի 2-ին լրիվ այլ քաղաքական կոնֆիգուրացիայով Արցախի հանրապետությունը հռչակել է իր պետականության մասին, այսինքն դեկտեմբերի 1-ի որոշումը հայ ժողովուրդը, այսպես ասեմ, կարծես չեղարկել է իրավական առումով վերաձևակերպելով Արցախի անկախության հռչակում։ Պարոն Մանուկյան, նոր խորհրդարանի աշխատանքները սկսելիս ձեր խմբակցության падգամավորները մեկը մյուսին հետևելով, այսպես կարմիր թելի նման, հետևյալ շատ կարևոր հարցադրումները տվեց, սկսեցիք այդ հարցադրումներից Տիգրան Աշենի թեմայով։ Հարցնում եք, երաշխավորում եք, որ Տիգրան Աշենը չեք տալու։ Ասում եք, չերաշխավորեցին։ Հիմա հարց Դիցուկ շատ վատ բան եմ ասելու, բայց տվեցին Տիգրան Աշենը։ Ձեր գործողությունները ինչ ա հետևելու դրան, ինչ եք դուք անելու։ Նորից, չգիտեմ, ֆանարներով ինչ որ հավաք, ազգային ժողովի դարպասների մոտ հավաք, վրաները խփելու օպերայի հրապարակում հացադուլ եք հայտարարելու, շորերն եք պատրելու, ինչ եք դուք անելու։ Նախ գիտեք, ես այնքան վատ եմ զգում, երբ որ ասում են ֆանարներով երթեր անել։ Դե դա գիտեք։ Հարգելի լրիվ, ձեր հեղինակային նստած է մի մարդ, որ այդ դիմադրության պայքարում ոչ երկրորդական դեր է ունեցել, որին նեղանում եք, որ ասում ենք ֆանարներով։ Որտեղ ֆանարներով երբ որ ասում եք, ոնց որ բամբակով քայլելուց լինենք։ Նստած է մարդ, որի մի կողը հանած է, քթի ոսկոր է դարձրած։ Եվ հարյուրներով ունեմ իմ կուսակցական դաշնակցական ընկերներ, ոչ դաշնակցական ընկերներ դիմադրության պայքարի մեջ, որ կոտրվածք են ստացել, որ բանտարկվել են, նստել են եւ այդ այսպես ասեմ այդ ձևակերպումը ֆանարներով ավելի շատ ձեզ չի վերաբերում ավելի շատ հրապարակ նետում են մարդիկ, որոնք իբր ընդդիմություն են, բայց այդ նույն պայքարում որևէ դերակատարություն ու մասնակցություն չեն ունեցել։ Ես անուններով եմ դրանից նեղանալ, կարող եք վատ զգալ, բայց համենայն դեպս դա հավաք էր, որը ժողովրդին հերթական անգամ բերեց հիասթափության, լավ, չհաջողվեց Փաշինյանին հեռացնել, մի պահ ունեցանք կրիտիկական վիճակ, որը անհնար եղավ այսպես ասեմ համառություն դրսևորել համաժողովրդական, որ կարողանանք հասնել ավարտի։ Ինչ վերաբերում է Տիգրան Աշենին, այո, պատահական չի, որ այսօրվանից ամեն օր դրա մասին խոսենք, ամեն օր, որպեսզի ժողովրդի զգոնությունը շատ ավելի զորավոր դառնա։ Այդ Արցախի հարցով ամեն օր խոսում են։ Դե լավ, Բա ինչ հարեցին Արցախ մի ամբողջ Արցախ կորցրեցին Տիգրան Աշենի համար փակեմ, ես գնամ մեր տուն, նստեմ ծաղիկ աճեցնեմ, բավարարվեմ դրանով, որպես կուսակցություն ինքնալուծարվենք, որպես խմբակցություն ինքնալուծարվենք, այսինքն մեր խնդիրն է հնարավոր բոլոր միջոցներով այդ ահազանգով ինչ որ կրիտիկական վիճակի բերել։ Իդեպ այստեղ էլ առիթ ունենալ եմ խոսեմ։ Այստեղ էլ չիմացության հետևանք է սրա։ Տեսեք, Տիգրան Աշենը
այնպես որ ասում են Ալմաթայի հռչակագրով Այո։ Կլինի սահմանազատում, ասում են, կհասկանա, չգիտեն։ Գաղտնիք բաց է։ Տիգրանաշենը Ալմաթայի հռչակագրի ընդունման ժամանակ սովետական Հայաստանի տարածք է եղել։ Տիգրանաշենի ադրբեջանական կրակակետերը, որտեղից գնդակոծում էին դեպի Սյունիք գնացող սովետական Հայաստանի ճանապարհը, Արարատի տղեկը հոր Վազգեն Սարգսյանին եւ Վազգեն Սարգսյանի միջոցով ոչնչացրել են այն կրակակետերը, որտեղից գնդակոծում են։ Եվ այդ ժամանակ ձևավորվել է դա, եւ սովետական միության տարածքում է եղել։ Պատկերացնեք, բայց ինչի իրանք հիմա չեն կարողանում կանգնել մի հոդաբաշխ արտահայտությունը։ Պետք է ունենան։ Հիմա որ Արեգնազը Մանուկյան, Անդրանիկը Թևանյան որ նստած են այդ գաղտնինիստ, որ ասում են, այդ գաղտնինիստի ժամանակ կարող է ինչ բան պատմեմ գործառույթը վրաց, չէ, հրապարակային։ Այդ գաղտնինիստի ժամանակ, նայեք, մի քանի փաստաթղթեր ենք Մհեր Գրիգորյանին տվել։ Օրինակ 20 թվականի հացադուլի ժամանակ մեր հայրենակիցներից մեկն է բերել Սովետական միության գունավոր մետաղների նախարարության հսկայական թղթածրարը Սոտքի հանքավայրերի Հայաստանի եւ Ադրբեջանի սովետական Հայաստանը, սովետական Ադրբեջանի սահմանների ձևավորման շուրջ, որ այս ասეთ օգտագործեք էլի, Մհերին ենք տվել Գրիգորյան։ Խաչատրյան Արտուրը այն օրը հրապարակեց մի փաստաթուղթ 88 թվականի հունվարին սովետական Հայաստանի եւ Ադրբեջանի մինիստրների սովետի նախագահների տեղակալները մեր կողմից ուղղված Վլադիմիր Միրանից կատարել են սահմանազատում սահմանագծում նույն Տավուշի հատվածում, որը եթե Հայաստանի հայկական կողմը նույն է սահմանազատման սահմանագծման ժամանակ օգտագործեր, շատ ավելի շահավետ վիճակում կլներ։ Բայց կարծում եք այդ փաստաթղթերին չեն տիրապետում մեր իշխանավորները։ Տիրապետել ուրիշ բան է, տիրապետելը կարծում եք իրենց տիրապետելը զենք դարձնելն է, բայց քանի որ այս մի քանի օրվա մեր ելույթներում պարբերաբար կրկնում ենք, քանի որ մենք գործ ունենք Հայաստանում մի իշխանության հետ, ոչ թե փորձում է այս բանակցություններում ստանալ ամենալավը Հայաստանի համար, այլ ի սկզբանե ելակետ է ունենում այն միտքը, որ եթե մի քանի բան զիջենք, սրանք մեզ հանգիստ կթողնեն, մենք էլ ֆեստիվալ կանենք վարչա բենդով։ Բայց քանի որ ախորժակ ուտելուց է բացում, Ադրբեջանը նորանոր պահանջներ է դնում։ Լավ 20 թվականի պատերազմից հետո որ ամենածանր շրջաններ Հայաստանի համար Ադրբեջանը պահանջում են մեր սահմանադրությունը փոխել։ Դե ակնարկներ այն ժամանակ էլ բայց հետո դարձավ արդեն հիմնավոր բան, որ եթե չփոխեք, այն իշխանության հետ չեք պեղանքը, որ այ տեսեք Նիկոլ Փաշինյանը 20 թվականից արդեն խոսել է նոր Ես արխիվից անել եմ Փաշինյանը 20 թվականին ինչ կոնտեքստում է խոսել սահմանադրական փոփոխությունների մասին։ Նույնիսկ այդ ուղերձը որ կա ենթատեքստով զգացվում է, որ իր համար էական չի եղել սահմանադրություն, թե սահմանադրական փոփոխություն, որովհետև մի քանի տեղ նշվում է նոր սահմանադրություն, մի քանի տեղ սահմանադրական փոփոխություն, բայց դրանից մի ամիս հետո անկախության հռչակագրի հետ կապված ընդունման 30-ամյակի հետ կապված իր ուղերձում դիֆերանբա հղում անկախության հռչակագրի։ Իդեպ Ռուբինյանը ձեզ պիտի Քրիստինյան Վարդանյանի կոնտակտը չունեմ, Եղան Մանուկյանին ունեմ, Մանուկյանի միջոցով ուղարկեմ ապացույցներ ուղարկեց։ Ես Քրիստինեն էլ պատասխանեց իրան, ես էլ ուղարկեցի։ Ինչ ապացույցներ ուղարկել։ Այդ բանը ուղերձը, բայց այդ մտնոլորտ ուրիշ էր, տապալված իրանց կորոնայով տապալված սահմանադրական կարգը տապալող սահմանադրական դատարանի հետ կապված փոփոխություններով հանրաքվեից հետո էր, այսինքն այնտեղ միտք չկար, այսինքն եթե մարդը մտածում էր նոր սահմանադրություն, ինքն էլ այն ժամանակ մտածում էր կոնֆլիկտածին է մեր անկախության հռչակագիրը, բա մի ամիս հետո ո՞նց էր մեր անկախության հռչակագրին դիֆերանբներ ուսում։ Բայց իշխանության այս խաղը, որ ինչ Ալիևի պահանջը չի, դա մեր ինքնիշխան որոշումն է։ Ժամանակի մի քաղաքական գործիչ կար, որի հիմա էլ կա, որի կինը հրեա էր։ Եվ տարածված էր մի հայտնի պատմություն, ասում է ես եւ կինս վիճում ենք, տղա պետք է ունենանք, ինչ անուն դնենք, հայկական թե հրեական։ Մա հաղթեցի ես։ Մեր տղայի անունը դրեցինք Դավիթ։ Բայց
լրիվ է իրավիճակ։ Մենք Ալիևի ասածով չենք անում։ Բայց այս անկախության հռչակագիրը պետք է հանենք։ Հա, պարզա։ Ամեն դեպքում ձեր գործողությունները ոնց հասկացա, եթե բան հասնի նրան, որ սահմանադրությունը փորձեն փոխել, իդեպ կան տեղեկություններ, թե ինչ ճանապարհով է ԿՊՆ այդպես բանանում, արխայնացած, այսպես ասած, ինչպես տեսա, Կարուսակ Ջուլհակյանն էլ ասաց, որ մենք կհամոզենք, ունենք այնպիսի բաներ կանենք, որ ընդդիմադիրները կողմ կլինեն դրան, մեր տեղեկություններով ԿՊԱ-ականները մտադիր են, այսինքն այսպիսի տեղեկություններ են շրջանառվում, որ ԿՊԱ-ականները մտադիր են իրենց որոշ արշավախումբ ասեմ, չգիտեմ ինչ ասեմ, ընտրազանգված, որոնց շրջիկ խմբերով տանում են եկեղեցու դեմ արշավի ժամանակ, հիմա այդպես շրջիկ խմբերով հավաքեն ազգային ժողովի դարպասների մոտ եւ այդ ճանապարհով, այսինքն հեղափոխությունը ոնց արեց, ճնշում գործադրեն, բարով գան։ Հա։ Ինչ է կանելու։ Կապը կտեսնենք։ Այսինքն դրանով չեն կարող ճնշել։ Ձեր կարծիքը փոխել։ Իրականում, գիտեք, իրականում իմ համար այս ամբողջ քննարկման մեջ լրի մարդկային քաղաքականը դեռ դնում է մի կողմ։ Իրականում մեծ ուրիշ ողբերգություն կա։ Իրականում ողբերգությունը գիտեք ինչն է, որ մի ամբողջ սերունդ է ուրախացել։ Տեսեք, երբ որ հռչակագիրը ընդունվեց, ես լավ հիշում եմ, տանից վերցրեցի մի շիշ կոնյակ, այս սովետական կոնյակներն էր։ Մի քանի հատ փոքր բաժակ ու իջել եմ հրապարակ։ Լավ հիշում եմ, բաժակներից մեկը հյուրասիրեցի կոնյակը Աշոտ Մանուչարյանը այդ պահին դեմս դուրս եկավ։ Ու հազարավոր մարդիկ էին այդտեղ։ Գերագույն խորհրդի Մելիք Ադամյանի մուտքով էր Գերագույն խորհրդի պատգամավորները դուրս գալիս։ Ես հիշում եմ, որ պատգամավորներից մեկը կար, որի հարազատներ կին աղջիկ էին եկել, այսինքն մարդիկ իրար գրկախառնում էին, բան։ Ապրել ենք այդ ամեն ինչով ու հիմա մեկ էլ անկենսագրություն կյանքում որևէ բան չստեղծած մեկը որը ուղղակի այսօր հայտնվել է քաղաքացիական պայմանագրում պատգամավորի մանդատ ունի, մեկ էլ փլուզում է քո ամբողջ կյանքը, քո ժողովրդի ամբողջ ապրածը։ Այդ թվում, այսինքն ամենացավալի Ռուբեն Ռուբինյանի նաև վիճակն է, որտեվ հիմա ամեն անգամ չեմ ուզում Կարապետ Ռուբինյանի մասին հիշեցնել, հատկապես հիմա Կարապետ Ռուբինյանը այս իշխանությունների քաղաքականությունը գովերգում է, բայց այդ ողբերգությունը մի անգամ Լևոնին Զուրաբյան ասեցի, ասում գիշերով Արամ Մանուկյանի հարցազրույցների տեսել, Էնձևի մարդկային փլուզում կար մեջը, այն ցավը բան, ասում հեռախոս վերցրեցի, որ զանգեմ, տեսա գիշերվա ժամը 2-ը չզանգեցի։ Բայց հիմա օրինակ Արամ Մանուկյանին որ լսում ես, այդ բանը ամեն ինչ կորցրած մարդու այդ գացումն է ոնց։ Հա, դատարկություն։ Իդեպ, պարոն Մանուկյան, այս Տիգրանաշենի թեման շարունակելով, հա, նախընտրական քարոզարշավի ժամանակ ես հիշում եմ մի դրվագ, երբ մարզերից մեկում մի երիտասարդ Փաշինյանի դիմաց կանգնեց եւ ասաց. «Ինչ տարածքներ եք դուք տալու»։ Մի հատ ինձ ասեք, ինչ տարածքներ եք տալու, հասկանանք։ Ինչ պատասխանեց Փաշինյանը։ Ասաց, դե ադրբեջանական 3 տարածքները, Բարխուդարլու, Խեյրեմլի եւ կանգնեց։ Չշարունակեց։ Երիտասարդը դե պնդեց, էլի ասեք եւ այլն, ու ինքը խոսեց արդեն Արցվաշենը, որ շատ կա, մենք ու չենք կարող հրաժարվել Արցվաշենից, դա մեր սուվերեն երկրի սուվերեն տարածքից է, չգիտեմ, այսպիսի բաներ, որ Արցվաշենը շատ կարևոր է, Արցվաշենը պիտի վերցնենք։ Ինչ էր սա նշանակում, հաստատում չէ արդյոք, որ այդ տարածքները պիտի Արցվաշենը իր համար դարձել են հիմնական թեզը, որով արդարացնում է իր զիջումները։ Բայց հիմա դեռ առիթ լինելու է խոսը։ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից տվել են ադրբեջանցիներին։ Բաղանիսում։ Հարցնում են, ամբողջից հարցում են, ասում են, «Էդ ինչ տարածք ենք մենք տվել, որ մերն է եղել»։ Գլխավոր շտաբի պետին ասում եմ, նոր տարի պոստը հիմա մեր ձեռնա թե չէ, մոտ գիտեք, պարոն Մանուկյան, ինձ պետք է բանով ասեք, կոորդինատներով ասեք։ Լսի ասեմ, ամբողջ հայկական բանակը հպարտացել է նոր տարվա պոստով։ Գիտեք ինչ պատմություն է այդ պոստը։ Ադրբեջանցիների ձեռքն է եղել, այսինքն ունեցել են իրենք մարտական հենակետ, նոր տարով
քանի որ նոր տարի Խառն աղբաներ են եւ եղել։ այլն, մերոնք զբաղեցրել են շատ ավելի բարձրադիր մարտական հենակետ։ Եթե չեմ սխալվում, կորպուսի հրամանատարը, եթե չեմ սխալվում, եղել է Օնիկ Գասպարյան։ Չէ, Մակարյան Անդոն, թե Օնիկ Գասպարյան։ Վերցրել են այդ հենակետը եւ այդ հենակետը կոչվել է Նոր տարի։ Այս քանի որ շփթփ սահմանազատում արեցին, պետքա կառուցեին ճանապարհ, որպեսզի այդ մարտական հենակետի ապահովությունը իրականացնեն։ Ճանապարհը չեն կառուցել 15 օր հետո, ուղղակի այդ զինվորները ստիպած լքել են։ Հա։ Դա մեր սուվերեն տարածքի մեջ է։ Նայեք, առաջի անգամ այս իրանց այդ ասած 40 կիլոմետրերի մասին խոսում։ Տեսեք, ես մի օրինակ ասեմ։ Չկա այդպիսի թիվ, սուտ է։ 29743 Չկա այդպիսի թիվ։ Դասագրքերն են մեջ բերում։ Դասագիրքերում 29800-ը դասագիրքը բան չի, դասագիրքը դպրոցական բան է։ Այսինքն հիմա եթե ես ելեմ Հայաստանի Հանրապետության այդ ուրվագիծը գծեմ բանի կամ ազգային ժողովինը որ կա, այդ բանը սիրողական կտրած է։ Պատկերացրեք, այդ լազերը մի միլիմետրը միտեղ որ փոխած լինի, դա քանի հեկտար է։ Տեսեք, Հայաստանի եւ Վրաստանի միջեւ աստող 30 տարին շարունակվում է սահմանագծման, սահմանազատման աշխատանքները։ Եվ անստող տարիների ընթացքում եղել են դեպքեր, երբ որ փոխադարձ համաձայնությամբ ինչ որ մի հատվածում մերոնք զիջել են, ինչ որ մի հատվածում վրացիներն են զիջել։ Բայց այդ զիջումները կարող է միտեղ շատ մենք ենք զիջել կամ միտեղ շատ վրացին է զիջել, բայց դեռ մոտ 70%-ով այդ սահմանագծումը ավարտված, դեռ չի հասել մինչև վրաց-ադրբեջանական սահման։ Նշանակում է այդ սահմանների եւ բնականաբար Հայաստանի մակերեսի փոփոխությունը դեռ շարունակական պրոբլեմ է։ Հիմա որ խոսում են մեր կիլոմետրաժ ասեք, այսինքն ջերմուկում ադրբեջանցիները օկուպացված տարածքներում այնպիսի ինժեներական կառույցներ են հիմնել եւ ամենօրյա աշխատանք իրականացնում, որ այսինքն այդ ամեն ինչ անողը մտքի միլիմետր ծայրով անգամ չի ասի վաղը սահմանագծման, սահմանազատման դեպքում ես հետ կգնամ, մեր ինչ որ մի բան էլ իրանք են մեզ տալու։ Բայց իրենք հենց ասում են, հələ ասեք, այդ ինչ տարածք ենք մենք տվել։ Մենք ինչ տարածք, ասում ենք ջերմուկի հատվածում, Սև լճի հատվածում, ասում կլինի սահմանազատում ենք։ Բերքաբերի օկուպացված հատվածները։ Բերքաբերի օկուպացված հատվածները։ Հետ չեն տալու սահմանազատման, սահմանագծման։ Այսպես ասեմ, էլի պարզ տրամաբանությունն է։ Այսինքն եթե պայմանական ասեմ, լեզուս չորանա, լավ, մերոնք գրավել են իրանցից իրանք էլ գրավել են էս։ Եթե բանակցում ենք ախպեր իմ գրավածը, քո գրավածը հետ տուր, բնականաբար կա պարիտետ։ Հավասարության նշան։ Այսինքն եթե այն ինչ որ իրանցի դեպքում արեցին, այդ շոուն ու այդ պատը զուգահեռ բերքաբերում, եթե ադրբեջանցիները ետ կգնային, ես դեռ կասեի պարիտետը կա, բայց չկա այդ պարիտետը։ Բերքաբերի գրաված տարածքները երբ են ետ բերելու։ Մարդիկ էլ որ չբողոքեն բերքաբերցիները, այդ 16 միլիոնների ծրագիրը ահռելի քանակությամբ իրականացնում են, դրանով մարդկանց այսպես հանդարտեցնում են։ Պարզ է։ Խորհրդարանական աշխատանքներին նորից վերադառնանք։ Դուք 8-րդ գումարման խորհրդարանում 29 մանդատ ունեք, հետո դարձավ դա 28, այսինքն ձեր մանդատը մնաց, բայց պատգամավոր կորցրեցիք։ Այս խորհրդարանում 12, այսինքն սրընթաց կերպով կրճատվում եք։ Չէ, կորցնում եք առիթ ունեցել եմ ազգային ժողովում։ Ինչով եք սա բացատրում։ Առիթ ունեցել եմ ազգային ժողովում դրա մասին խոսել։ Տեսեք, 21 թվականի խորհրդարանական ընտրություններին մեկ էլ պատիվ ունեմներ, որ այդ շեմը չ8% եւ քվեստացավ, բայց գրեթե միակ ընդդիմադիր ուժը Հայաստան դաշինքն է։ Եվ Հայաստանում բոլոր այն մարդիկ, որոնք ուզում էին, որ Նիկոլ Փաշինյանը իշխանությունից հեռանա, բոլորը քվեն տալիս էին Հայաստան դաշինքին։ Անկախ են բանից իրանք Գեղամին կսիրեին, Իշխանին կսիրեին, Ռոբերտ Քոչարյանին կսիրեին, բոլորը են գիտակից մարդիկ, որ ուզում էին Նիկոլ Փաշինյան։ Այդ 21-ին։
21-ի համար թվականին։ Հա, որտեղ դուք ասել եք քո կմաշեցնելու ենք այս ընկանուն Եվ իրականում ընդդիմադիր բոլոր ձայները տրվեցին Հայաստան դաշինքին։ Այս ընտրություններին միայն Հայաստան դաշինքը չէր, որ մեծ թափով մասնակցում էր։ Մասնակցում էր Ուժեղ Հայաստանը, մասնակցում էր Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որոնք առնվազն 3-ը ընդգծված հակաիշխանական կեցվածք ունեին եւ բոլորը խոսում էին Նիկոլ Փաշինյանին իշխանությունից զրկելու մասին։ Եվ բնականաբար ընդդիմադիր այն ձայները 270,000 ձայները, որ 21-ին տրվել էին Հայաստան դաշինքին, հիմա այսպես ասեմ, ծրվել էին եւ Ուժեղ Հայաստանի եւ Բարգավաճ Հայաստանի վրա։ Բայց այստեղ կա մի կարևոր բան, եւ այսօր խորհրդարանական ժամի համար ձայնագրվել եմ, շնորհակալություն եմ հայտնել այն 600,000, 270,000-ը 21 թվականի Նիկոլին իշխանազրկել ցանկացող մեր հայրենակիցների թիվը այս ընտրություններին դարձել է 600,000։ Հիմա պայմանական ասեմ, այսինքն ոչ թե մրցակցության հարց է Ուժեղ Հայաստանի, փորձի համար ոչ տեսախցիկով այսօրվա Ուժեղ Հայաստան խմբակցության առանձին падգամավորներին ասեք օրինակ 21 թվականին ում եք քվեարկել։ Կպարզվի, որ հոյդային են քվեարկել։ Կպարզվի, որ Հայաստան մեծ մասը Հայաստան պատիվ ունեմ անդիմություն, չէ՞։ Լավ, մեկն էլ ասի պատիվ ունեմ, բայց պատիվ ունեմ կրկնում եմ 4%-ը չհավաքեց, կրկնում եմ, այն ժամանակ երկու ընդդիմադիր ուժեր, իշխանության զրկելու ուժեր, Հայաստան դաշինք եւ պատիվ ունեմ։ Այսինքն իրականում մի կարևոր բան, իշխանության մեր հայրենակիցների թիվը 21 թվի 270,000-280,000-ից այսօր դարձել է 600,000 եւ падգամավորների տեղերը, ընդդիմադիր падգամավորների տեղերը, այն ժամանակ 29 գումարած 6 չէր, էլի 5 է։ Պարոն Մանուկյան ջան, համաձայն եմ, բայց դա նրանից չի, որ դուք շատ լավ եք աշխատել, դրա համար ընդդիմադիրների մանդատները չեք կարծում, որ դա նրանից է, որ ԿՊ-ն է հիասթափությունների շղթան ավելացրել եւ բնականաբար այդ հիասթափությունը կա, բայց նաեւ պետք է նաեւ հանուն ճշմարտության պետք է ասենք, հիմա չեմ ուզում ասենք ինքս գովամ կամ մեր ընկերներին գովալ, ասեք մեկ-երկու բան, որ իրականում ազգային ժողովում այն աշխատանքը, որ եղել է, ազգային ժողովից դուրս այն պայքարը, որ հիմնականում Դաշնակցություն Հայաստան խմբակցությունը վարել է, իր ուրանալի դերն ունեցել։ Այսինքն այդ մեզնից կյանք, առողջությունը խլել այդ ամեն ինչը, ներվա խլել այդ ամեն ինչը, բայց դրա նաև արդյունքում այսօր իշխանությանը ատող, եթե ասեմ մեղմ չեմ ասի, բայց իշխանությանը չսիրող 600,000-ից ավել մարդ կա։ Ես մեջ բերեմ Արփինե Հովհաննիսյանի վերլուծությունը, ամփոփումը նախորդ գումարման խորհրդարանի, հատկապես ընդդիմադիրների աշխատանքի 21-26 թվականների խորհրդարանական ընդդիմության գործունեությունը թվերով, ինչ եք դուք արել, 384 բանավոր հարց, գրեթե նույնքան ելույթ, 53 օրենսդրական նախաձեռնություն, 4 որոշման նախագիծ, 13 հայտարարության նախագիծ, 1 ուղերձ, 162 գործուղում, այդ թվում իշխանական падգամավորների հետ եւ ավելի քան 600 միլիոն դրամ պարգևավճար, աշխատավարձից բացի շուրջ կես միլիարդ դրամ Հայաստան դաշինքն ստացել եւ 107 միլիոն 440,920 դրամ պատիվ ունեմ դաշինքը։ Յուրաքանչյուր ընդդիմադիր դաշինքից մեկական լքեց խմբակցությունը, դարձան անկախ падգամավորներ եւ դե ֆակտո աջակցեցին իշխանության, այսինքն այդտեղ, այսպես ասած, պատերիա տվեցիք, 4 ղեկավար պաշտոն, փոխնախագահների, հանձնաժողովի նախագահներ եւ այլն, մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնի կորուստ եւ այլն եւ այլն։ Արդյունավետ էր այս ամեն ինչը, կարող։ Չէ, ասեք, շարունակեմ։ Հա։ Շարունակեմ, տեղ ավելացնեմ։ Ավելացրեք։ Ընդդիմադիր падգամավորների կալանք, խորհրդարանի դահլիճում նստած ընդդիմադիր падգամավոր Սարգսյան Արտուրը, երբ որ ինտերնետից իմանում է, որ վերաքննիչում Դանելյան Արմենը իրան կալանքի որոշում ու ելնում ու գնում է բանդ, հետո 2025-ին ընդդիմադիր падգամավոր Արտուր Սարգսյանի կալանք, տասնյակներով դաշնակցականների կալանքներ, բազմաթիվ ընդդիմադիր գործիչների կալանքներ, այդտեղ Արփինեն չի հաշվել, օրինակ կարան ինքը հաշվեր
թե ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավորները Երևան Արմավիր քրեակատարողական հիմնարկ, Երևան Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ, Երևան Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ, Երևան Աբովյան քրեակատարողական հիմնարկ, Երևան Վարաձոր քրեակատարողական հիմնարկ, քանի կիլոմետր ճանապարհ են անցել։ Ազնիվ կլներ այդպես։ Բայց այնտեղ մի հատ ականջս ծակեց այդ 160 քանի գործողումը 162 ով գոնե այդ Արփինե Հովհաննիսյանը շատ լավ գիտի գործողումների ընդհանուր մասին։ Հիմա դիցուկ, եթե 2018 թվականին Հանրապետական կուսակցությունը անցներ խորհրդարան, բնականաբար Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ունենալու էր ներկայացուցիչ։ Ամենայն հավանականությամբ լինելու էր Արփինե Հովհաննիսյանը, ոնց որ 2000 մինչև իշխանափոխություն, մինչև 18 թվականի ընտրություններ, որտեղ եւ ընդդիմությունից եւ իշխանությունից падգամավորների պատվիրակություն կա, որը պարբերաբար ձմեռային նստաշրջան, ամառային տարվա մեջ մի քանի անգամ Ստրասբուրգ են մեկնում։ Ու ով գոնե Արփինե Հովհաննիսյանը շատ լավ գիտի այն ուրանալի աշխատանքը, որ ընդդիմադիր падգամավորները հատկապես տանում են, իսկ թիմը բավականին ուժեղ է։ Ռուստամյան Արմեն Գևորգյան, Հայկ Մամիջանյան, նույն ԻԱՀԿ-ում այն արելի աշխատանքը, որ իրականացրել է Լիլիթը Գալստյան։ Պարզապես մենք ինչ էլ խոսենք, ինչ թվեր էլ ներկայացնենք, այստեղ որ նախագծերը այդքան է շատ չի ներկայացվում, որովհետև գիտեք դրանց ելքը ինչ է լինելու, ձեր թվականակը քիչ էր եւ ձայն չէին ապահովելու, բայց դա էլ չի արսը։ Ինչ թվեր էլ ներկայացնենք, այն օրակարգը, որով ուղղակի ընդդիմությունը գործողվել էր ազգային ժողով, փաստացի այդ օրակարգը ձախողվեց։ Օրակարգը ամեն օր մենք սպասարկել ենք։ Ամեն օր Նիկոլ Փաշինյանի իշխանության դիմակազերծմամբ ենք զբաղվել։ Ամեն օր։ Ամեն օր չի ստացվել դրա համար է։ Իրականում ես մի հատ դրվագ ասեմ ու փակեմ էլի։ Այսինքն հիմա նստելու եմ կյանքս պատմեմ, այդտեղ բանավոր հարցեր որ տրված է, ամեն հարցի, այսպես ասեմ, մթնոլորտը պետքա պատկերացնի։ Կան երբ որ Նիկոլ Փաշինյանի վրա որ գոռում է, որ ուղեղ չունեք, խեյք բանակցում։ Որ երբ որ նույն սրբազան պայքարի ժամանակ Նիկոլ Փաշինյանը լավ ինչ որ գեներալային կպա, որ ամբողջ դալիճով գոռոց ու կռիվ դավի էր, այդ թիվը որ գրած այդ հարց չի։ Երբ որ Քրիստինե Վարդանյան, Աննա Գրիգորյան, Ագնես Ախամոյան, Արմեն Ռուստամյան, հերթով եմ ասում, երբ որ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հիստերիայի մեջ էր ընկնում այդ հարց ու պատասխաններին, այսինքն դա վերածել չոր բանի, հիմա եթե բանավոր հարցեր, եկեք քաշվեք, քանի 100 գրավոր հարցում ուղարկել եմ տարբեր գերատեսչություններ։ Իդեպ այդ հարցումների արդյունքում վերջը ստիպած եղան մի քանի ամիս Գրիգորյան Աննա այդ հարցումի վրա Կապան Գորիս ճանապարհը, հիշում եմ դա։ Այսինքն ոչ, մենք վարժենք, ասում եմ մեր հացի մեջ այսինքն այնպես չի, որ դրան կարող եք հասնել առանց մանդատի էլ, ոնց որ ասում են, այդ ելույթները առանց մանդատի էլ կարող եք ունենալ ձեր եթերներով, ձեր ասելիքը ասեք Փաշինյանին, ձեր ասելիքը ասեք եւ այլն։ Պարզ է, մի հարց պիտի տամ, որի հետ կապված մի քիչ պիտի հետ գնանք։ Մի հայտնի դեպք կար ձեր հետ կապված, երբ ժամանակին ՀԱԿ ակտիվիստներից մեկը Վարդան Հարությունյանը ձեր ժպիտը արդեն ասեց, որ հիշում եք դրվագը շատ լավ դեպք էր եղել, երբ որ Արցախի հետ կապված ինչ որ բաներ էր ասել, որը ձեզ բարկացրել էր, եւ դուք գրառում արեցիք, որ ես եմ ծեծել այդ մարդուն։ Չէ, այդպես չէ։ Հələ ասեք։ Իրականում այդ տղան կհիշեք Ազատության հրապարակում մեր Հրանտ Մարգարյանը Թորան հետ, որ հարձակվել էին վրան, այսինքն ինքը ամենաակտիվներից էր, որ աննախադեպ էր, այսինքն այլանդակություն էր, Պապու Թոր, հենց ով Հրանտ Մարգարյանը։ Ով չեմ էլ իմանում, ով ապտակ էր տվել, ու այդպես խառնվել էր իրար, Մենք ձևի ստոր բան էր արել մեր Հրանտ նկատմամբ, ասել եմ եկեք ասեմ, որ ես եմ ծեծել։ Գնացեք քաղմաս, բարձր ես եմ ծեծել, ու սկսեցին մեր ընկերները ֆլեշմոբ դարձավ, այսինքն իրիկը բոլորը ասում են ես եմ։ Կանչել եմ Մանուկյան, խնդրում եմ, չենք հասցնում, ասա ստոպ տան։
Հա, այսինքն դուք չէիք Չէ։ ամեն դեպքում։ Հա, որովհետև Ինձ շատ մի քանի հարգելի մարդ այդ ընթացքում զանգում էին, բա չենք հասցնում գա, մեր անունից էլ ասա ես եմ դե։ Քանի հոգու այդ ապտակները, այսինքն դուք եք կվանարել։ Հա, պարզա հասկացա, որովհետև այդ դրա հետ կապված էլ շատեր, չէ, այտենց բավական թեժ ոստիկանատանը հետո որտեվ երկար տևական ժամանակներ ունեք դիմադրության պայքարի ժամանակ հասնում էր միտեղ, որ մենք անգիր գիտեինք Երևանի բոլոր ոստիկանների, որտեվ 24 ժամ ռեժիմով ոստիկանատներից դուրս չէին գալիս։ Ակին Հայաստանի պատմության մեջ չի եղել նման դեպք, որ մի օրվա մեջ բերման ենթարկվի 780-ից ավել մարդ դիմադրության ժամանակ եղել է։ Ակին իրանք էլ են ասում, էլ չենք հասցնում, եւ բոլոր ոստիկանատները գիտենք։ Մի անգամ այդ ոստիկանատանն ասում Մանուկյան, բայց ասեմ քեզ, ամբողջ ոստիկանությունը ապշած էր, թե ոնց կարան այդքան մարդ գա մեղք ընդունի վրան, ասի պատրաստ եմ դատվել, ես եմ ծեծել։ Իդեպ այդ ոստիկաններից պատմում, նաև իրանք են օգուտ ստացել մեզանից, այն որ պարգևաճար ստանում են, մեզ էլ մեկ-մեկ ասում են, ես քանի շաբաթա միտինգ չեք կարող անեք, որ պրեմիա ստանանք, մի անգամ երթեր Երևանով, Գեղարքունիքի ոստիկաններին էին բերել, այսինքն Երևանը չէր հերիքում, ամեն օր մի մարդ բերում են, քայլում ենք, ոստիկաններից մեկն էր Մարտունից էր, դասի ասել 6-րդ դասարանից հետո Երևան չի եղել։ Հա, բանը էքսկուրսիա են եկել, հա, պարզ է։ Դուք խորհրդարանի նիստերի ժամանակ հեռախոսով խաղում եք։ Ես պետք է ասեմ անկեղծ, ես առաջին անգամ համակարգչի դեմ նստել եմ 1990 թվականի օգոստոսի 9-ին, Անի հյուրանոց 12-րդ հարկ, որտեղ տեղավորված էր մեր դաշնակցական գործիչները, այսպես ասեմ, դաշնակցության Հայաստանում ծավալման այդ առաջի փուլներ, հիմա հանգուցյալա Շանթը Յակոբյան, դաշնակցության Լիբանանի ուսանողական միության ղեկավարներից եւ ինքն է ինձ համակարգիչ սովորացրել, դրա համար քանի որ ես հին մարդ եմ, ներվայնանում եմ այս ստեղնաշարից, որտեվ ես քիբորդով եմ աշխատում։ Հիմա ինչա է կոչվում մյուսը։ Չգիտեմ։ Typewriter-ով եմ աշխատում։ Հա։ Հին ստեղնաշարով եմ աշխատում, միան։ Եվ պետք է անկեղծ ասեմ, ամբողջ կյանքս համակարգչի առաջ եմ եղել։ Կյանքում մի անգամ շարիկ գլորելուց ցած ցանկացած բան երբեք չեմ խաղացել։ Բայց գիտեք, որ ՔՊ-ի падգամավորները իրենց շարիկ գլորելը պայմանավորում են նրանով, որ շարիկ գլորելուց ավելի լավ են լսում ազգային ժողովի նիստերը։ Այդ մեթոդին չեք կարող երաշխավորել, որտեվ կյանքում կրկնում եմ։ Ոչ մի խաղ չեք խաղացել։ Եվ բանը նաև մի բան ա տվել։ Հետս մի քիչ քրեական ենթամշակույթ գրող մեկներ, մի երկու օր անց էր, ասած լսի, ասած քեզ մի բան զգուշացնեմ, վաղը գաղութ ես գնալու բան։ Հիշի, կյանքում կարտ ձեռս չվերցնես։ Կարտ մի անգամ որ վերցրեցիր, ստիպած վերցնելու ես։ Կյանքում ես ազարտային խաղ չեմ, այսինքն ոչ թե փողի բանի վրա, այսինքն նույնիսկ նարդի բլոտ։ Չէ։ Բլոտ էլ չեք խաղում։ Ոչ մի բան։ Այ քեզ բան, լավ։ Մի շատ ցավոտ խնդրի պետք է անդրադառնանք, հաշվի առնելով նաև, որ դուք պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ եք եղել, այս հանձնաժողովում ընդգրկվելու եք ենթադրում եմ նաև ուղղակի Անդրանիկ Քոչարյանը չի լինելու ոպսոս վայ առանց իրեն ոնց է կարողանալու մի կերպ կդիմանաք երևի Վիլեն Գաբրիելյանի հետ, բայց տեսեք վերջին շրջանում պարբերաբար լսում ենք այդ ահասարսուռ լուրը, որ զինվոր է մահացել ու այդ ֆոնին հիշում ենք նախ Փաշինյանը երբ որ վերջին ճեպազրույցի ժամանակ հարցրեցինք, ասաց որ կադրային փոփոխություններ կլինեն դրա հետևանքով, բայց ԳՇՊ-ի եւ Պապիկյանի մասով պատասխանատվությունը նրանց վրա չդրեց։ Մենք հիշում ենք, որ երբ որ Փաշինյանը ելքամբակցության падգամավոր էր, ինչ գրառում էր արել Սերժ Սարգսյանի օրոք զինվորների մահվան հետ կապված, ընդ որում այդ տարվա մեջ 2 մահ էր եղել, դրա հետ կապված ինչ գրառում էր արել։ Ես մեջբերում եմ, ասել էր 2 տարվա մեջ, 2 զոհեր եղել, ուրեմն 2 զոհը եղել էր մեկը հակառակորդի գրակոցից, մյուսը թունավորում Շմոլ գազից,
Բանակում ամեն զոհի հետևում կա կոնկրետ մեղավոր, կոնկրետ պատասխանատու։ Այս տարի 2 զոհ ունենք զինված ուժերում, բանակի ու առաջնագծի վերազինման մասին դիֆերանտների ֆոնին առավել եւս սա սարսափելի է։ Դեռևս նախորդ տարեվերջին գրավոր դիմել եմ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ այն ժամանակ Կորյուն Նահապետյանն էր։ Կորյուն Նահապետյանին միջնորդելով, որ հանձնաժողով հրավիրվեն համապատասխան պաշտոնյաները եւ տեղի ունենա քննարկում զոհերի վիճակագրության, դեպքերի քննության եւ դրանցից արված հետեւությունների մասին։ Մենք թույլ չենք տալու, որ սա ուղղակի դառնա լրահոսի վերնագիր։ Ամեն զոհի հետևում կա կոնկրետ մեղավոր, կոնկրետ պատասխանատու եւ մենք պիտի գտնենք նրանց։ Սա է այս հրաշավոր լրահոսի առաջ առնելու տարբերակը։ Հիմա հարց։ Էլի այդ նույն լրահոսը կա, նույն վերնագրերը ցավոք կա, չէ՞։ Ավելի վատ։ Չէ, նայեք, ինքը շատ խորքային բան է ընդհանրապես զինված ուժերում կորուստները։ Ես ֆոնն եմ ուզում ասել։ Տեսեք, այս վերջի 2 դեպքն է առաջին անգամ, որ նման հնչողություն է ստանում։ Օրինակ, նախորդ բոլոր դեպքերում ուշադիր հետևում է 1-2 ժամվա կենսագրություն ուներ այդ լուրը։ Անտարբերություն էր։ Ես հիշում եմ տարիներ շարունակ բանակում զոհը ցանկացած հեռուստա ալիքի լուրերի առաջին լուրն էր։ Իսկ հիմա օրինակ հանրային հեռուստաընկերության լուրերով շատ հաճախ դուք կլսեք այդ զոհի մասին, չէ՞։ Բայց գիտեք, մի հատ խոսք ասում, որ դու չկռաս, ես 100 տարի կապրեմ։ Հիմա այս Նիկոլ Փաշինյանի կռոցը անդադար ուղեկցում է։ Տեսեք, այս քանի օրվա այդ բանը այլևս սահմանում զինվոր չի զոհվում, բայց դեպքերը լինում են իսկ դեպքերը լինում են իրականում շատ պատճառներով է եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ։ Այս վերջերս որ էլի սկսեցին բանակը հասարակության հայելին է, հասարակությունում անհանդուրժողականություն է, բայց այդ անհանդուրժողականությունը օդից չի, չէ։ Արմատացած արդեն համակարգ է։ 24 ժամ 7 ռեժիմով դու Նիկոլ Փաշինյանի գորգորոցն ես լսել տարիներ շարունակ։ Այսինքն այդ տարածումը եւ նաեւ կարգապահության հարցն է։ Այսինքն քանի որ Նիկոլ Փաշինյանը գործում է մենակ PR-ով իր իշխանություն պահելու համար։ Այս Զաքարյան Աշոտին է ռազմական ոստիկանության որ հիմա է հանում, որտեվ այս վերջին 2 դեպքը շատ արծարծվեց։ Զաքարյան Աշոտին դեռ 20 թվականին պետք է հաներ, որը հիմնական պատասխանատուներից մեկն է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ 20 թվականի 44 օրյա պատերազմի ժամանակ փախուստների, դիզերտիրների, անկարգապահության, հարյուրավոր մարդկանց ուղղակի առաջնագծից փախնելու, որովհետև ռազմական ոստիկանության ֆունկցիան ամբողջ 44 օրյա պատերազմի ժամանակ պետք է լիներ այդ կարգապահության ամրապնդումը եւ ոչ թե որ գնային սրանք կամ նրան առաջնագծից հանեին հետ բերեին, որ ամբողջությամբ տապալվել է։ Իդեպ ասեմ 44 օրյա քննիչ հանձնաժողովի մեր կոնցեպտը որ կար, մենք հատուկ էինք շեշտում մեր նախագծում, որ ուժային կառույցների գործողությունները 44 օրյա պատերազմում, հիմա գնացեք կարդացել եմ, զերո արձագանք։ Այսինքն ի վերջո այդ ռազմական դատախազություն, ռազմական ոստիկանություն ունեցել են աննկարագրելի ֆունկցիա, որը չեն արել։ Եվ այս տարիներին իրականում եւ ահավոր ազանգեր եմ ստացել այս տարիներին մի քանի տարի շարունակ ռազմական ոստիկանությունը տերուտ իրականա դարել զորամասերում զինվոր ծեծել դուրը քացով բացել մտնել ինչ հրամանատար։ Բա ինչի մի օր Աշոտ Զաքարյանին չեք կանչել խորհրդարան։ Ես հիշեցնեմ։ Պաշտպանության հանձնաժողովում հարց եմ դրել։ Ասել եմ այս հարցում աշխատանքային քննարկում, լսում, ինչ ձևաչափով ուզում եք։ Այն ժամանակ Անդրանիկ Քոչարյանը խոստացավ։
բայց տենց էլ մնաց։ Բայց նայեք, Իսկ այդ հարցում էլ չեք բան արել, հետապնդել հարցը այնպես, որ գոնե գա խորհրդարան պատասխան տա, բա ելք դաշինքի падգամավոր Փաշինյանը դրա ֆի էր պատասխանատուն սենց։ մեկն է, Նիկոլ Փաշինյան, ասեմ շարունակեմ։ Հա։ Մի փաստ կա, որ ես մոռանում եմ։ Այսինքն բանակում տարած տղեկ շատերը հիշում են գնդերեցները, որոնց հետ կիսվել էր, գնդերեց հետ հանդարտություն էր փոխանցում, գնդերեցները կազմակերպում էին զորամաս առ զորամաս բերում էին պատարակի։ Հիմա իմ քանակերում զինված ուժերի եկեղեցին Սուրբ Աստվածածինը, որ ամեն պատարակին լցված էր զինվորներով, հիմա պատարակների զինվորները չկան։ Դա ուղիղ կապ ունի այս նայեք, այդ հոգեկան հանդարտությունը, նաև բազմաթիվ այլ պայմաններ։ Տեսեք, ազգային ժողովի մենօրը ելույթում ասում, երրորդ բանակային կորպուսը մի ամբողջ ամսից ավել հրամանատար չուներ։ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը բոլորը ալիքներով պտտվեց ելույթից պատասխանելու, դա ասում պաշտոնակատարը։ Պաշտոնակատարը եւ կորպուսի հրամանատարը լրիվ տարբեր հասկացություններ են։ Պաշտոնակատարը այսօր կա, վաղը չկա։ Իսկ կորպուսի հրամանատարը գիտի, որ 1, 2, 3 տարի առնվազն ամեն ինչի պատասխանատուն է։ Իդեպ քանի որ ափալ-թափալ մեկը մեկի տեղափոխությունն է, նայում ես կորպուսի հրամանատարներ կան 1 տարուց ավել չեն ծառայում այդ պաշտոնում։ Դեռ նոր նոր ուտում են էլի իր կորպուսը, դիրքա ճանաչում, հենակետա զինվորա, գումարտակա ճանաչում, հրամանատարա ճանաչում, շախ տեղափոխում են առանց որևէ պատճառի։ Բնականաբար եթե խնդիրներ կլինեն։ Իսկ եթե Աշոտ Զաքարյանին հանեց, տեղը Արամ Հովհաննիսյանին բերեց, ի՞նչ է դա տալու մեծ հաշվով։ Աշոտ Զաքարյանը հանելու լուրը փաստորեն շատ կարճ իմ համար ուրախության լուր եղավ, որովհետև ասում է մրից երանք մրջուր ընկանք։ Այստեղ էլ բան կա, տեսեք, ոնց կարելի է ասենց մեր բանակի հետ վարվել։ Հովհաննիսյան Արամը, հետարքրվեք, ինչով է զբաղվել 44 օրյա պատերազմի ժամանակ։ Բացեք փակագծերը դուք այստեղ ինչով է զբաղվել։ Որտեղ է եղել, այդ ԿՊԱ-ականներն են սիրում բան այդ հարցերը տալ ընդդիմադիրի, բա դու ուր էիր պատերազմի ժամանակ։ Այսպես ասեմ, ես ռետորական հարց հնչեցրեցի, բայց խոստանում եմ փաստական տվյալների լրիվ հավաքելու ժամանակ նոր խոսամ։ Այսպես չի կարելի շարժվել բանակի հետ։ Նույն ռազմական ոստիկանությունը, նայեք, ինքը իրականում հանցագործ աշխարհի հետ շփվող կառույցի ոնց որ ոստիկանությունն է։ Ինքը կենդանի օրգանիզմի հետ շփվող կառույց է եւ հոգեբանություն։ Տեսեք, Հայաստանի նախկին զինկոմներից մեկն էր, մի անգամ եկել էր Երկիր մեդիա, զրուցում ենք այդ եղած խնդիրների մասին, բաներ խոսեց, որ ասում, այդ մարդը հոգեբանական ակադեմիա պետք է ավարտած լինի։ Այսինքն մի հատ բան դրվագ ասեց, որը ապշեցի, որ երբեք ուշադրություն չեմ դարձրել։ Ասում եմ, նայեք, քանի որ դպրոցներում հիմա տղամարդ դասատու գրեթե չկա, այդ 18 տարեկան տղեն մենակ կին դասատու է տեսնում։ Եվ երբ որ գնում է բանակ ու տանն էլ իր ծնողներից բացի ավել մարդ չի տեսնում, երբ որ գնում է բանակ, իր դիմաց կանգնած են մենակ տղամարդ հրամանատարներ, որը ինչ որ զանցանք արեց, ինչ որ խախտում արեց, դիտողություն է ստանում, այպանում է ստանում, երբեմն կարող է ականջից քաշել լինի, իր համար էդի տրավմա է։ Ու ես ակամա տեղափոխվեցի իմ դպրոցական տարիներ։ Տղամարդիկ կային, այո։ Իմ Թերզյանին, իմ դպրոցի տնօրեն Սիրեկանյանին, Օղորմատ Բուդյոնին, մեր ռազմագիտության դասատու ընկեր Հակոբյանին, ֆիզկուլտի Արայիկին, աշխատանքի դասատու, դպրոցի կեսը տղամարդ էր։ Իսկ դու այդ առաջին դասարանից գնացել ես դպրոց եւ այդ քո 10 տարվա ուսումնառության ժամանակ, որ քո համար հեղինակություն է դասատուն, բայց դիտողությունը արել, մեկ ականջը տա քաշե, բան սովոր ես։ Այդ
բանը հետո բանակ գնալուց այլևս բանա դառնում։ Խնդիր չի դառնում, Մի հատ փոքր դրվագ եմ ասում։ Իսկ ոստիկանությունից, հատկապես ցույց ցերող ոստիկանությունից բերես դնես ռազմական ոստիկանության հարց չի լուծել։ Բան չի, էդի գաղութ չի։ Հասկացա։ Ամփոփելով մեր այսօրվա զրույցը, հետո ներողություն էլի, այդ անկարգապահությունը օրինակ ինչի պետքա չլինի, որովհետև ինչա կատարվում, որովհետև բանը զինուր հպարտանում է, այսպիսի բունկերներում են ծառայում մեր զինվորները։ Սուրեն Պապիկյան, ՔՊ-ական պատգամավորը Նիկոլ Փաշինյան բունկեր, մերցրին, կերցրին այդ բունկերներով, բայց զինվորը պոստում որ կանգնած է, հա մի քիչ տեխնիկապես հագեցած, բայց էլի պրոբլեմատիկ պոստում է, էլի հող է, աշխարհագրական դիրքը չի էլի փոխվում, հող է, ինքը որ ամեն օր լսում է Քոչարյան Անդրանիկն ու ՔՊ-ականները կանսերվի բանգեքը, բայց ինքը տեսնում է որ իր պոստում էլի կանսերվի բանգեքը կախած է, ու լավ է որ կախած է։ Արասպես այս երկու տարբեր աշխարհներում եք ապրում, ինչ կարգապահություն, սրանք սուտ է խոսում ամեն օր։ Պարզ է, դե հաշվի առնելով առավոտվան քշերում նոր անդերցանք, Նիկոլ Փաշինյանի տանում են ինչ-որ մոդայի ցուցադրություն, զինվոր ասում են լսեք, ես իմ հին ֆորմով եմ, դեռ ավելին մի քիչ շուտ է մաշվում, մաման պապան առնում բերում են, նասկի մայկա տրուսիկ, բայց մաման պապան առնում բերում են։ Մի օր ռազմական անդերցանքի խանութ կա, 19 թիվներ, դեռ պատերազմը չէր սկսվել։ Մեր ասես Պավել Մանուկյան, ասես առիթ լինի Նիկոլին որ տենաս, ասա քեզից անետ շնորհակալ եմ, բիզնեսը սանեցա ծաղկել։ Հա, առնում են։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Իշխանափոխության հետ կապված էլ ես կխնդրեմ մի հատ ասեք ինչ պլաններ ունեք իշխանափոխության ծրագրի, որ փուլում ենք հիմա լինելու է իշխանափոխություն, թե չէ նոր ամփոփենք։ Քաղաքական ծրագրերը, նպատակները այնպես չի որ գրատախտակի վրա սկսում ենք գրել, բայց որ այսօր էլ խորհրդարանական ժամի հաղորդման մեր խմբակցության ուղերձում ի սկզբանե ստակ ասել եմ, մեր մնում է գլխավոր նպատակը այս իշխանությանը զրկել իշխանությունից։ Բայց չունեք պլանը։ Չունենք։ Ունեք։ Այսինքն ամենօրյա, այսպես ասեմ, որ ասեմ ինչ որ պլան B, G, D գրել եք ժամկետներ, բան, չէ։ Դժվարանամ ասել, բայց բնականաբար նպատակը եւ աշխատանքը դա է։ Հասկացա։ Բայց դա չի հենց սխալ է, որ չկա պլան, ըստ էության։ Ժամկետներով հստակ, թիրախով։ Այնպես չի որ իշխանափոխությունները այդպես։ Սենց գլորվելու են 2031 թիվ։ Չէ։ Չէ։ Այսօր այդ ուղերձը 3 րոպեանոց է մեկ էլ անդրադարձա որ ամբողջ խոսքից մեջ որ մենք խոստանում ենք առաջիկա ամիսներին, առաջիկա տարի մեկ էլ ենթագիտակցորեն խոսքս այդպես էի կառուցել, որտեղ ես չեմ կարծում, որ այս խորհրդարանը 5 տարի գործելու է։ Հա, շատ լավ, սպասենք, տեսնենք կյանքը ինչ ցույց կտա։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, պարոն Մանուկյան։ Այսօր այսքանը սիրելի հետևորդներ, ես առաջարկում եմ, որ դուք անպայման բաժանորդագրվեք Patreon-ին եւ մեր ալիքին, հետևեք իրադարձություններին Tribune.am-ի հետ մենք այս ձևաչափով կհանդիպենք մյուս շաբաթ այլ հյուրի հետ։ Շնորհակալություն, որ դիտում եք, ցտեսություն։